Երբ սիրտդ բաց է ընկալելու բնություն կոչվող անզուգական աշխարհի բազում հրաշքները, որոնք արձագանքվում են քո հոգում ու մաս առ մաս, երանգ առ երանգ եւ գույն առ գույն կենթանանում քո կտավներում, ձեռք բերելով նոր կյանք ու նոր իմաստ, երբ ամեն ինչ սկսվում ու շարունակվում է հարազատ եզերքի թրթիռներով, երբ հայրենիքի շունչն է թևածում քո գործերում, ապա հենց դա է քո իսկական էությունը, առաքելությունն ու նախասահմանումը, արվեստագետ։ Ես շատ փոքրից եմ սկսել նկարել, երրորդ դասարանից երևի արդեն խմբակ էի գնում։ Սենց մի բան եմ հիշում, որ երեխեքը դպրոց են գնում, ծնողները, հարազատները հարցնում են. «Բալա ջան, մեծանաս ինչ ես դառնալու»։ Հա։ Բայց այդ հարցը արդեն ինձ պետք չէր տալ, որովհետեւ ես արդեն գնում էի սիրով նկարելու ու իրոք որ լավ դասատուի մոտ, որ այդ տարիքի մեզ պլեներ էր տանում, աշխատում էինք, շատ հետաքրքիր էր, երևի դա տպավորվեց այդ բնության պլեներային աշխատանքները իմ մոտ փոքրից։ Դրանից հետո դա պարզ արդեն նկարչական դպրոց, Տեր-Լեմեզյան, այդպես շարունակություն այդպես։ Տարբերությունը մեծ է, իհարկե, ինչ որ մանկական աչքերով էր նայում, բնությունը դա նոր քո համար ոնց որ հեքիաթային էր, բնությունը բացում էր։ Դե հիմա էլ չնայած այս տարիքին էլի ամեն անգամ նոր բան ենք բացում, բնության մեջ դա այդ ոնց ասեմ, Աստված կառուցել է բնությունը, մենք էլ պետք է այդ բնությունից քաղենք, այսինքն նկարիչներս ամեն մարդ իր ոճով, իր ձևով այդ բնությունը իհարկե փոխում ենք կտավի վրա։ Դա ամենամեծ երջանկություն, ուրախություն այն է, որ գործ ավարտում ես, տեսնում ես ինչ-որ մի բան, մի կտոր վերցել ես բնությունից եւ շարունակ ամեն անգամ նույն իհարկե նույն բանը չելնեմ, նույն գույները չելնեմ, նույն տրամադրությունը չելնեմ, բայց անդադ գիտես որ աճում ես այդ բնության մեջ, բնության հետ։ Մեկ-մեկ հարցնում են որտեղ է արվեստանոցը, այդ ասում եմ արվեստանոցը բնությունն է։ Ես հիմնականում դեռ եմ աշխատում։ Չեմ կարող ասենք փոխեմ, նստեմ արվեստանոցում, աշխատեմ, դա ինձ համար մի քիչ ճիշտ է անում եմ, աշխատանքներ անում եմ արվեստանոցում անում, ստեղծագործական իհարկե հնարավոր չի տենց չարվի, բայց բնության մեջ արած գործերին վախենում եմ ձեռ տամ արվեստանոցում, որովհետև այդ պահը, որ դու բռնել ես այդ բանը, դա արդեն լրիվ ուրիշ է, էլի։ Գնում ես աշխատելու, գնում ես ինչ-որ մի նոր բան, նոր տենց ինչ-որ մի կտոր բնության մեջից վերցնես, բայց պահալնում հենց տեսնում ես այդ մի կտորը քեզ ոնց որ ասում է всё, պետք է կայնես, աշխատես։ Որտե տրամադրությունը իհարկե բարձրանում է։ Լրիվ ոնց ասեմ, ամբողջ քո այդ եղած այդ անջատվում ես առաջ հերթին, արդեն լրիվ կտավին ես տալել, իհարկե, նկարչության մեջ լրիվ դու ուրիշ ես, հասկանում ես, ասենք, ոնց որ կիսվում է նկարիչ կյանքը, դա իմ բանով է, իմ կարծիքն է,
Մեկը ընկերներ, հարազատներ, ես իմ բարեկամ, բայց մյուսը դու ես, դու քո կտավների հետ բնությունը, որի հետ նա ոչ մեկին թույլ չես տալի գա խառնվի, քեզ խանգար, այդ քոնն է արդեն։ Նկարչությունը դա պահանջ է, մեծ պահանջ է, շատերը պահեր եղել, գնացել ենք ձմեռ աշխատելու, ու ընկերներից ասում են, ձմեռը առնող չկա, ինչի ենք ձմեռ նկարում, դա ես դրա համար չեմ էլ մտածում, կառնեն, չեն անում, եթե իմն է, պետք է ես անեմ, դա ես նկարում եմ։ Ուզում եմ ասեմ, դա ոչ մի անգամ ես չեմ էլ մտածել, որ պետք է վաճառվի կամ ոնց կստացվի։ Կարևորը ես այդ օրը ավարտելուց հետո գալիս եմ տուն, մի հատ ես իմ մեծ տրամադրությամբ, ճիշտ է մի քիչ հոգնած, բայց հավարարված գալիս ես տուն, դա այդ է կարևորը։ Եվ իհարկե մի բաստողած օրը, որ չես աշխատում, քո համար արդեն, ինձ համար արդեն դա բան, արդեն մեծ կորուստ է, անընդհատ։ Այդ որ ասում են տաղանդավոր է, ես իմ ինչա մասնաց տվել, բայց դեռ աշխատասիրությունն է պետք է, պետք է աշխատես։ Լրիվ մի ուրիշ աշխարհում եմ ես անջատվում եմ, ու շատ ժամանակ ես աշխատում եմ էմոցիանով, իմ էմոցիանա, ոչ թե արդեն ուղիղ ես անջատված, այդ բանը, որ այնքան եմ դուր եկել, ես պետքա փոխեմ կտավի վրա, տեղափոխեմ, ու դրա համար շատ ժամանակ ես մասիքինով եմ աշխատում։ Իմ աշխատանքները մասիքինի թափը մի քիչ ուրիշ է դրա համար ինձ այդ ավելի բավարարում է, որ գտնում ես քո ուզած տեղը, քո ուզած վայրում։ Կարող է մի 10 կիլոմետր գնաս, ոչ մի բան քեզ չգրավի։ Հատուկ բանար այս չէ, որ այսօր գնում եմ այդ եկեղեցին նկարեմ, այդ ինչ դուս ես գալի բնության գիրկը, էտյուդնիկը վերցնում ես, քո համար քայլում ես, դե գիտես ուր ես գնաց, Աբարան ես գնացել, բայց դե այդ մի մոմենտ մի հատ այնքան հետարքի բան է, քո դուրը գալիս է, դա քոնն է իհարկե, քեզ հետ կարող է ընկերները տնի, իրար ասեն չէ, մենք գնում ենք էս ինչ կողմը, ամեն մարդ իր բանում, իր հայացքով ոնց անում, դա էլ է դժվար, ասենք ինչ-որ գտնելը քո ուզած տեղը, որտեղ կամ էլ են ցալում, այնքան սիրուն, այնքան ոգևոր, կարող է չստացվի, ամեն անգամ չի, որ հաջող ստացվում, հետ էլ ալնում։ Առաջերտին այդ դուզգում ես, կացողությունն է ինձ համար կարևոր, որ ես կարենամ արդեն այդ աշխատանքի ընթացքում արդեն ճիշտ է, կարող է դու որոշել ես ես իմ ինչ կոլորիտով այդ գործը ավարտես, բայց հենց հաստացում, ընթացքում դու հենց բաներ ես զգում, որ կոլորիտն էլ է փոխվում, կոմպոզիցիան էլ է փոխվում, բայց ընդհանուր գալիս է մի բանի, որ իրոք դու ձգտում ես դրան։ Բնության մեջ դու ուզում ես վերցնես քեզ, վերցնես կտավի մեջ դնես այդ սաղ,
այդ մոմենտը ընթացքա մեկ էլ մի հատ գործ է արել հենց լավ արևոտ բան մեկ էլ մայիս ամսին ձուն եկավ սկսեց ձուն բայց այնքան էր դուրս եկել բան ու իրոք որ լավ ավարտեցի կոնտրաստները երկինքը բանալարի մատնած բանել այդտենց բայց այնքան ոնց որ այդ ձունը օգնեց որ ասած շուտ արա վերջացրա ու իրոք որ տենց էլ ապատամ էլ տարվեր Այդպես պահեր ալեմ, որ կարող է մի շաբաթ չես կարում գոմորոշվես, ինչ անես, մուսալ չի գալիս, քերքերում ես, նայում ես, աշխատանքները, տարած գործերը, հանդիպումները, բաները, տենց վերջը էլի ոնց ուզում է բան, հետո դրա դժվար է, որ ներկերը հանում ես, սկսում պալիտրայի վրա, արդեն լցնել է ժամանակ, կամաց մուսա գալիս է այդ գույները, որ ներկերը տեսնում ես արդեն, թեկուզ բնության մեջ, գնում ես միայն ես կտորս տեսնա, որ իհարկե մուսան պարտադիր է, գոնե աշխատանք է սկսելուց, ընթացքում արդեն բանա, լարիվ ուրիշ բանա գնեմ, անբացատրելի, հենց ալում մի ժամ անջատված աշխատում ես, հետո մի մոմենտ հետ ես գնում նայեմ ես, դնում ես իրոք ես ինչ, մի հատ սիրում բաներ չես մտածում էլի, նկարիչ դեկան, որ նստեմ են, տենց էլի, ես պետք ռոպե մեկ հետո առաջ վազեմ նայեմ բանանը, մի քիչ էմոցիա, ես որ ասեցի մի քիչ առաջ, էմոցիա եմ աշխատում Որտեղից են ծնվում այս գույները, այսքան տաք, հարազատ ու կանչող։ Այստեղ ջերմ են նույնիսկ ձմեռները, արարված նկարչի շնչով։ Սարերը հավաքել են փեշերը, ասես հրավեր անելով, որ գան ծաղիկներն ու ծառերը ու մնան իրենց մոտ, սիրով։ Ամենուր պայթած երանգներ են, գունագեղ, բազմազան, լուսավոր ու հոգուց պոկված կտորներ են, հեքիաթի երազները բոլոր։ Պահի մեջ քարացել է պատկերը ու արդեն հոգնել պատմելով, իսկ խորքում թաքնվել է լուր սերը ու ապրում է այդպես դարերով։ Նկարիչի համար ինձ տենց հատում, ինչքան մեծանում է, ինքս էլ սովորում ենք մենք։ Այսօրի ինչ արեցի, ես վաղը եթե գնամ աշխատելու, բնության գիրքում, թե գուզարվեստանոցում, նորից մի բան պետք է սովորում եմ էլի, հնարավոր չի ես, որ կրկնեմ նույն բանը չի կրկնում, ոչ թե տասնյակ տարիների մեկ, այլ տարին մեկ, լրիվ, մեկ աշխատանքներս դնում եմ, նայում եմ, ասենք 10 թևի դարած, 15 թևի, 25 թևի, լրիվ տարբեր են, բայց այն դել եմ լավ բան գտնում, ստեղել, շատ գոհ եմ, որ ես ընտրել եմ, ես էլ չեմ ընտրել, դա վերևից Աստծո տվածն է այդ, որը տվել է ու պետքա ես աշխատեմ, անեմ, այսինքն դա կլինի մեծ հանցագործություն, դա եթե Աստված քեզ տվել է այդ շնորհքը, այդ տաղանդը, ու դու գնաս զբաղվես բիզնեսով, դա նշանակություն չունի նկարները կվաճառվի, չի վաճառվի, փոշմանես որ ինչու չի ուրիշ գործով զբաղվել, ոչ, դա ինձ համար սրբություն է։ Կան նկարիչներ, որ իրոք որ սիրել են, ուզեցել են նկարիչ դառնան, բայց ավելի շատ աշխատում են, ոչ թե ստեղծագործում են, աշխատում են, ինչ-որ մի բանի հասնեն։ Այսօրվա երիտասարդները մեր մոտ ասենք եթե վերցնենք, նո կարող է մի հատ Վան Գոգ գիտեն, Վան Գոգնասկի բանա post իմպերսիոնիզմը, Abstracția s-a asum, mi-a Picasso giden, բոլորն էլ գիտեն, այդ
որ ում էլ հարցնես այդ գիտեն, այդ ես օրինակ եմ բերում, այն բանով, որ այդ կուրսերում, ասենք մեր կուրսում առաջ, եթե 15 տղամարդ էր, 2 աղջիկ, այսօր 15 աղջիկա 2 տղա են, ու այդ դա ինչի եմ գալիս դրան, որտով իրանք ավելի շատ դարել է մոդայիկ, գնանք ակադեմիա, սովորենք դիզայն կլինի, չի լինի, հասկանում եք, գիծ քաշել պետք է սովորեն, դե այդ իմ ասած ինչն է, որ արվեստը պետք է զարգանա Հայաստանում, ամենակարևորն է, որ պետք է նկարիչը չդավաճանի իրեն, քեզնից հետո լավ հիշատակ մնա, հետք թողես, պարտադիր աշխատանքներ Լուվրում լինի, բայց էլի որոշ տներում, որոշ թանգարաններում սիրունացնի, այսինքն ցկտես դրան, որ քո արվեստը բարություն բերի, քեզնից հետո ասեմ բարի մարդ էր, լավ հետք թողեց, դա է կարևորը նկարիչի համար, դա իմ կարծիքն է, ոչ թե ինչ-որ նկարիչ պետք է ժողովրդական, վաստակավոր, նկարիչ առաջ հերթին պետք է լավ մարդ լինի և իր լավ աշխատանքներով ներկայանա։